Նիկոլ Փաշինյանը խոստովանել է Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանը իր խնդրանքով է հրաժարական տվել։ Նա նաև հայտարարել է, որ նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, քանի որ այն կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Հայաստանի վարչապետը խոսել է նաև արտերկրից Հայաստան ընտրողներ տեղափոխելու մասին եւ նշել, որ դրա շահառուն լինելու է հենց իր կառավարությունը, ինչ հետևանքներ կունենա արտաքին հետախուզական ծառայության զեկույցը։ Բարև ձեզ, դուք դիտում եք առաջին լրատվականը, ես Սիրանուշ Պապյանն եմ, այսօր մարտի 12-ն է 5 շաբթի։ Ուղիղ եթերում քննարկում ենք անցնող ժամերի կարևոր իրադարձությունները։ Այսօր կառավարության նիստից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողների հարցերին մի շարք ուշագրավ հայտարարություններ է արել։ Փաշինյանը անդրադառնալով Ցեղասպանության ինստիտուտ թանգարանի տնօրեն Էդիտա Գզոյանի հրաժարականի դիմումին հայտարարել է, որ դա իր ցուցումով է եղել։ Ինքն է խնդրել, որ Գզոյանը հրաժարականի դիմում գրի։ Ըստ նրա, սա դրանք է արարողակարգային նվեր տալ Արցախի հիմնախնդրի թեմայով։ Ցուցումով, այո, ես խնդրել եմ, որ նա հրաժարականի դիմում գրի։ Իմ ցուցումը եղել է Արցախի մասին իր խոսելը, նաև գիրք նվիրելը, հա, դուք համարել եք դա կառավարության քաղաքականությանը հակառակ ինչ-որ գործողություն։ Այո, ես դա համարել եմ կառավարության վարած արտաքին քաղաքականությանը հակառակ գործողություն, ես դա համարել եմ սադրիչ գործողություն եւ խնդրել եմ, որ դիմում գրի։ Պարոն վարչապետ, այդ դեպքում հնարավոր է դուք հոգևորականների հետ կապված այս ամբողջ process-ը սկսել եք հենց այդ պատճառով, որ նրանք մշտապես խոսել են Արցախի մասին, իսկ մնացած ամեն ինչը եղել է փաթեթավորում այդ հարցի, եւ դուք հայտարարեցիք, որ ինքնիշխան երկրները իրենց տարածքում գործողություններ են իրականացնում, ինչ որ ամրաշինական աշխատանքներ են կատարում։ Բաքուն Հայաստանի օկուպացված տարածքներում ամրաշինական աշխատանքներ առհասարակ կատարել է։ Ընդհանրապես արձանագրենք, որ ես նախկինում ասել եմ մայրաթորի հետ կապված բոլոր խնդիրները եւ ես կարծում եմ, որ Կտրիչ Ներսիսյանը եւ իր խմբակը կառավարվում է պետական անվտանգության կոմիտեի գործակալի խողովակով եւ տրամաբանությամբ։ Ես սա երբեք չեմ էլ թաքցրել, բայց ինչպես է այդ հոգեվոր ոլորտում այդ խոցերը երեք ասեցի, դա խոցել են դարձնում, որ մարդկանց հեշտությամբ հավաքագրեն եւ օգտագործեն ոնց ուզում են։ Սա պետական անվտանգության հարց է։ Եվ այո, ես էլի ասում եմ, երբ որ երկրի վարչապետը հայտարարում է, որ մենք Ղարաբաղի շարժումը պետքա դադարեցնենք, չի կարող լինի պաշտոնյա, որը շարունակի Ղարաբաղի շարժումը։ Չի կարող լինել։ Հոգևորականները ինչ։ Ներողություն, բայց եկեք երկխոսության չվերածենք։ Ես դες նոր ասեցի, ես նոր գնացել եմ պատարակի եւ բանից հնչում է։ Պատարակին հնչում է։ Ընդ որում պատարակի ընթացքում հնչում է ոչ մի անգամ։ Արցախի հանրապետություն է ի՞նչ նշանակում։ Այդ նշանակում է պատերազմի կոչ։ Ուրիշ բան չի նշանակում։ Լավ, ոչ այսօր, վաղը մյուս օրը։ Բա էս ենք ասում, բա դրա համար ենք ասում։ Բա դրա համար ենք ասում, որ Կտրիչ Ներսյանը եւ իր խմբակը պատերազմի կուսակցության առաջնորդությունն է ստանձնել։ Պետքա չլինի այդպիսի բան։ Պետքա չլինի։ Ոնց կարա երկրում լինի 6 հատ արտաքին քաղաքականություն։ Այս համատեքստում նա հայտարարել է նաև, որ նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետք է չլինի, քանի որ անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Նա հավելել է, որ չեն կարող այդ տրամաբանության վրա գնալ եւ անկախ պետություն կառուցել։ Այս համատեքստում վարչապետը քննադատել է նաև եկեղեցու ներկայացուցիչների կողմից Արցախ տերմինը հնչեցնել է, նշելով, որ պատերազմը եւ կոնֆլիկտը հենց այդպիսի բաներից են սկսվում։ Հիմա անդրադառնալով այն հարցին, թե ինչ եմ ասում, որ օրինակ եկեղեցին ստանձնել է Կտրիչ Ներսիսյանը եւ իր խումբը ստանձնել է պատերազմի կուսակցության առաջնորդությունը, շատ բաց բացատրություն ունի։ Ես գնում եմ պատարակների եւ տեսնում եմ, որ պատարակի ժամանակ, օրինակ, ընդ որում պատարակի տեքստում այդպիսի բան չկա, ասենք պատարակի տեքստից շեղվում են եւ ասում են, հղում են անում Արցախի հանրապետություն եւ այլն եւ այլն։ Շատ լավ հասկացան։
Եկեք բոլորը սկսենք ենթադրենք հղում ենք անում Արցախի հանրապետություն։ Դա ինչ է նշանակում։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Դա նշանակում է կոնֆլիկտ։ Այսինքն հղում ենք անում բոլոր Արցախի հանրապետություն եւ այլն, դա նշանակում է նախ կոնֆլիկտ, հետո եթե այդ տեսությունը մենք ворթեգրում ենք, այդ տեսության ворթեգրման ճանապարհին պետքա գնանք կոնֆլիկտի։ Բա ո՞նց ենք լուծում։ Դա նշանակում է ամեն այդպիսի նախադասությունը նշանակում է պատերազմի կոչ, այսօր վաղը մյուս օրը, մյուս օրը ես չգիտեմ, բայց դա նշանակում է պատերազմի կոչ։ Նա նշել է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումները համընկնում են, խաղաղությունը հաստատված է եւ որ ինքը կասկած չունի, որ այդ համաձայնագիրը ստորագրվելու է։ Ես եւ Ադրբեջանի նախագահ խոսել ենք հարաբերական կայունության մասին, մենք չենք խոսել հարաբերական, ես ինչքան ծանոթ եմ, ես չեմ խոսել հարաբերական կայունության մասին։ Ինչքան ծանոթ եմ, Ադրբեջանի նախագահն էլ չի խոսել հարաբերական կայունության մասին։ Ես խոսել եմ խաղաղության մասին, ինչքան տեղյակ եմ, Ադրբեջանի նախագահն էլ է խոսել խաղաղության մասին։ Այսինքն հասկանում եք, տեսեք, հարաբերական կայունությունը ուրիշ բան է, խաղաղությունը ուրիշ բան է։ Մենք խոսում ենք խաղաղության մասին։ Ինչ վերաբերում է խաղաղության համաձայնագրի ստորագրման հնարավորությանը, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, այդ ուղղությամբ լուր, հանդարտ, հանգիստ դիվանագիտական աշխատանք արվում է, բայց ես ասեմ, ես կասկած չունեմ, որ այդ համաձայնագիրը կստորագրվի։ Հիմա կստորագրվի ապրիլին, մայիսին, հունիսին, սեպտեմբերին, թե երբ, դա երկրորդ խնդիրն է, բայց կստորագրվի։ Բայց շատ կարևոր է արձանագրել եւ թերևս առաջին անգամ է, կամ առաջին անգամ եթե չէ, հիմա արդեն ավելի հստակ է այդ համընկնումը Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների, որ նույնիսկ խաղաղության համաձայնագիրը ստորագրված չլինելու եւ նախաստորագրված լինելու պայմաններում խաղաղությունը հաստատված է։ Մենք հիմա խոսում ենք խաղաղությունը ամրապնդելու եւ խաղաղությունը հետ շրջելու անհնարինության մասին։ Եվ այս առումով ավար կարևոր են ներքաղաքական process-ները թե Հայաստանում, թե Ադրբեջանում կարևոր, որովհետև Հայաստանում էլ կան ուժեր, ենթադրում եմ Ադրբեջանում էլ կան, ճիշտն ասած Ադրբեջանի ներքաղաքական կյանքին շատ մանրամասներով ծանոթ չեմ, ովքեր այդքան էլ գոհ չեն խաղաղությամբ եւ պիտի փորձեն հետ շրջել խաղաղությունը։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս պետքա տեր կանգնենք հաստատված խաղաղությանը եւ այն դարձնենք անշրջելի։ Եվ երեք ես Եվրոպական խորհրդարանի ամբիոնից առիթ ունեցա դրա մասին խոսելու։ Իդեպ երեք Բաքվի 13-րդ գլոբալ ֆորումի բացման արարողության ժամանակ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Հայաստանի հետ խաղաղությունը միայն թղթի վրա չէ եւ այն իրական է։ Ես բազմիցս հայտարարել եմ, որ մենք Հայաստանի հետ խաղաղության ենք հասել ոչ միայն թղթի վրա։ 7 ամիս առաջ նախաստորագրվել է խաղաղության համաձայնագիրը եւ ընդունվել է համատեղ հայտարարություն։ Միևնույն ժամանակ մենք ապրում ենք իրական խաղաղության պայմաններում, սահմանի իրավիճակը հանգիստ է, այլևս կրակոցներ չեն լինում եւ զոհեր կամ կորուստներ չկան, ասել է նա։ Ալիևը կրկին մեղադրել է ԵԱՀԿ Մինսկի խմբին, նշելով, որ 28-ամյա միջնորդությունը գործնականում անհաջող է եղել, հետևաբար կարծում եմ, որ այս փորձը անպայման հաշվի կառնվի առկա հակամարտությունների լուծումներ փնտրելիս, ասել է նա։ Եվ այս պահին առաջինի տաղավարում զրուցելու եմ Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսիսյանի հետ։ Պարոն Մովսիսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Այսօր վարչապետը մի շարք հայտարարություններ է արել կառավարության նիստին, երեկ էլ Եվրոպական բարձր ամբիոնից էր հայտարարություններ անում, անդրադառնանք դեռ այսօր կառավարության նիստից հետո արված հայտարարություններին, մասնավորապես Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրենի հետ կապված մի քանի օրեր աղմուկը շատ էր, ու այսօր ըստ էության հաստատվեց, որ վարչապետը ինքն էլ հաստատվեց, որ այո, իր ուրեմն խնդրանքով է որոշ դիմել են, որ նա հրաժարական տա, այ ինչպես եք գնահատում վարչապետը, ընդհանրապես այս իշխանությունը անընդհատ խոսում է ինքնիշխանության, ժողովրդավարության մասին, երեկ էլ ուրեմն բարձր ամբիոնից էր հայտարարում այդ մասին, որ հունիսի 7-ին դա պիտի վերահաստատեն եւ այլն ամրագրենք, եւ այսպիսի ուրեմն փաստորեն որոշումներ են կայացվում կամ ստիպում են տնօրենը հրաժարական տա։ Այստեղ
փաստորեն հայտարարությունների եւ իրական գործողությունների միջև տարբերություն կա, պարոն Մովսեսյան, թե համաձայն եք վարչապետի հետ, որ չի կարելի արտաքին քաղաքականություն միաժամանակ մի քանի ուղղություններով երկրում իրականացնել։ Ըստ էության Էդիտա Գզոյանի նվիրած գիրքը խնդրահարույց է եղել ըստ վարչապետի։ Դե առաջին հայացքից էլ պարզ էր, որ այս պաշտոնից ազատման հանգամանքը կապված չէ շինարարության հետ, ինչպես տարբեր առիթներով ոմանք նշում էին, որ փաստորեն այդ ինստիտուտի տնօրենը նաև պատասխանատու էր այդ շինարարական աշխատանքները վերահսկելու համար, չնայած այն հանգամանքին, որ մենք տեսել ենք, որ առաջին խոսնակը հենց քաղաքականություն մշակող ու իրագործող ինստիտուտը կրթության, գիտության, սպորտի մշակույթի նախարարությունն է եղել նախարարի մակարդակով եւ այստեղ պարզ էր, որ կապված է Վենսի այցի ընթացքում որոշակի առողջակարգային խնդիրների հետ կապված, այստեղ իհարկե կա մի շարք շերտեր, որոնք կարևոր է քննարկել։ Նախ առաջինը, եթե նույնիսկ վարչապետը նշում է, որ կառավարության քաղաքականության հակասող այլ մոտեցում չի կարող լինել կառավարությունում կամ կառավարության առընթեր մարմիններում, դրա համար այնուամենայնիվ կրկին մեղավոր եւ պատասխանատու է կառավարությունը, որովհետեւ տեսեք, դուք ընդունում եք շատ բարձրաստիճան կարևոր հյուրի, առողջակարգ եք սահմանում, այդ ամեն ինչը քննարկում եք եւ այլն, եւ նրան ուղեկցում է մարդ, որը պատասխանատու է հենց իր ինստիտուտի տեսանկյունից ներկայացնելու Հայաստանը։ Իսկ այդ ինստիտուտը վերաբերում է ցեղասպանությանը, էթնիկ զտմանը, այդ հարցերով գիտական աշխատանքներ իրականացնելուն, ոգեկոչելու այդ կարևոր իրադարձությունները եւ այստեղ նախ եթե մենք ակնկալել են, որ Էդիտա Գզոյանը պետք է որևէ խոսք չասեր, որևէ նվեր չընծայեր բարձրաստիճան հյուրին, պետք է աշխատանք կատարել նախորդ, կամ եթե նույնիսկ աշխատանք է կատարվել նախորդ, բայց դու համոզված չես, որ այդ խնդիրները չեն լինելու, ապա քո կառավարության քաղաքականությունը իրագործող բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը թող ուղեկցեր, հենց օրինակ կրթության նախարարը թող ուղեկցեր։ Այսինքն այստեղ կարծում եմ մեղավորներն ու պատասխանատուները ոչ թե պետք է փնտրել հենց ցեղասպանության ինստիտուտի ներկայացուցիչների կազմի շրջանակում, այլ կառավարության մեջ, հենց առողջակարգի պատասխանատու քաղաքականություն իրագործողներ, որտեղ մենք նկարներում տեսել ենք, հա, Ժաննա Անդրեասյանը ուղեկցում է միջև Համալիր, հետո միջև այդ հուշահամալիր ուղեկցումը կատարում է ցեղասպանության տնօրեն։ Եթե դուք այդ մարդուն վստահել եք այդ ամենը իրագործել, կամ պետք է նրա այդ աշխատանք իրականացնել, որովհետև ոնց հասկանում ենք այդ աշխատանքը չի եղել, հա, այսինքն թողել են, որ այդ մարդը որոշի, թե ինչպես ներկայացնի իր ինստիտուտը։ Եվ հետո ասում են արտաքին քաղաքականությանը չհակասող դիրքորոշումներ պետք է լինեն եւ այստեղ մենք տեսել ենք հակասություն եւ այլն, կարծում եմ այստեղ բարձր է, որ մեղավոր ու պատասխանատու հենց կառավարությունը իր ամենաբարձրաստիճան քաղաքականություն իրագործողներով, նախարարից, առողջակարգի պատասխանատուներով վերջացած, իսկ ինչ մնում է ընդհանրապես այն պնդմանը, որ նաև գալով եկեղեցու հարցին կամ այլ կազմակերպությունների, ինստիտուտների մասով կառավարության ղեկավարը ինքը պատասխանատու է իր քաղաքականության համար ու պետք է ասենք, որ շատ բացահայտ միշտ հայտարարվել է, թե խաղաղության գործընթացը ինչպես է առաջ շարժվելու նաև ներքին իրավակարգավորումների տեսանկյունից, նշվեց արդեն սահմանադրության մասին եւ այլն, բայց որևէ ձևով չի կարող մեր ներքաղաքական, ներհասարակական տիրույթում որևէ կազմակերպություն սահմանափակումներ ունենա իր կարծիքը արտահայտելու կամ իր տեսանկյունները ներկայացնելու առումով։ Տեսեք, օրինակ մենք կարող ենք ես եւ դուք նշել, որ խաղաղության process-ում այս ուժային ասիմետրիկ հարաբերակցության պայմաններում Հայաստանը որոշակի զիջումների պետք է գնա եւ այլն, բայց կարող են լինել խմբեր, որոնք ասեն մենք համաձայն չենք այդ կարծիքի հետ, մենք հետեւյալ դիրքորոշում ունենք եւ իրենք առաջ շարժեն։ Իհարկե սա չի վերաբերում կառավարության ներսում այդ խնդիրն է, եթե կառավարության ներսում այդ խնդիրը կա, արդեն դա իրենք պետք է որոշեն, որովհետեւ Հայաստանի արտաքին քաղաքականության միասնական իրագործում է պահանջում կառավարության անդամների մասով, բայց կարծում եմ այն շեշտադրումները, որ կատարվում է եկեղեցու մասով, շատ որոշ դեպքում կներեք, բայց փնթի ձևակերպումների տեղիք են տալիս, պետք է շատ հստակ մատնանշել, որոնք են խնդիրները, ինչ է արվում այդ ուղղությամբ, քանի որ անդադ նշվում է, որ եկեղեցու որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ սպասարկում են այլ երկրների շահերը, հիմնական նկատի ունենալով իհարկե Ռուսաստանին, ես որպես մարդ քաղաքացի պատասխանատու հասարակության անդամ ակնկալում եմ հստակ քրեաիրավական ընթացակարգերով գործողություններ։ Քաղաքական խոսույթը բավարար չէ դրա համար, որովհետև քաղաքական խոսույթ կարող են գեներացնել ընդդիմադիր հասարակական ուժերը, ովքեր չունեն
իշխանական լիազորություններ այդ ամենի վրա ազդելու։ Մենք կարող ենք մեր կասկածները, մեր համեմատական վերլուծությունները միշտ ներկայացնել, բայց երբ որ կառավարության գլուխը հայտարարում է, որ նրանք արտաքին քաղաքական շահեր են սպասարկում, բայց որևէ քրեաիրավական ընթացակարգ չկա, այստեղ կարելի ասել ավելի շատ գործ ունենք փնթի հիմնավորումների հետ եւ Արցախի հարցի վերաբերյալ այդ ձևակերպումներից խուսափելը միջև այժմ հենց դրանով է պայմանավորված եղել, որ մենք դեռևս գործ ունենք քաղաքական խոսույթի հետ։ Տեսեք, գալով եկեղեցականների, հոգևորականների հետ կապված երեկվա իր ծավալուն ելույթում էլ վարչապետը նշեց, որ Հայաստանում որոշ հոգևորականներ ստանձնել են պատերազմի կուսակցության առաջնորդությունը, գիտեք, բավականին քննարկվեց, քննադատվեց, ինչու է վարչապետը այդ կարևոր ամբիոնից նման հայտարարություններ անում, սա շատ ավելի ներքին խնդիր է եւ այլն, դուք ինչպես եք գնահատում։ Ես առհասարակ կողմ եմ, որ նաեւ վարչապետը, ինչպես տարբեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, տարբեր ընդդիմադիր կուսակցություններ իրենց կարծիքներով, տեսակետներով փոխանակվեն արտաքին դերակատարների հետ, բայց կարևոր է այստեղ այն ձևաչափը, որով դու փորձում ես քո տեսակետներով փոխանակվել։ Կարծում եմ այդ ամբիոնը կարելի է ավելի շատ օգտագործել Հայաստան-ԵՄ ռազմավարական օրակարգի, տնային աշխատանքի, հստակ առաջնահերթությունների վերաբերյալ եւ շատ քիչ անդրադարձ կատարել, թե Հայաստանում ընդհանրապես մարդիկ, հասարակական խմբերը ինչ տեսակետներ ունեն այդ առումով։ Կարծում եմ, եթե այն ամենը, ինչ որ վարչապետը ներկայացնում էր եկեղեցու մասով եւ այլն, դա արվեր ավելի նեղ դիվանագիտական խողովակներով, դա ավելի ընկալելի կլիներ, որովհետեւ ես չեմ կարծում, որ մեր եվրոպացի գործընկերները ակնկալում են, որ վարչապետը անպայման դրա մասին հանրային խոսի ամենաբարձր ամբիոնից Եվրոպայի եւ այդ ժամանակ իրենք նրան կհավատան, որովհետեւ իրականում վարչապետը մյուս կողմից է ճիշտ, որ իրականում Հայաստանում կան հասարակական տարբեր խմբեր, քաղաքական խմբեր, ովքեր օգտագործելով թե ներքին ժողովրդավարական գործընթացները, թե միջազգային տարբեր կարևոր գործընթացներ, մեխանիզմներ, փորձում են այստեղ Հայաստանում ժողովրդավարական հետընթացը ուռճացնել եւ ասել, որ օրինակ այն ինչ որ մեր ներքին խոսույթում են նշում, որ 37 թիվն է բռնապետությունը եւ այլն, այդ խոսույթը տանել դեպի միջազգային ատյաներ, հատկապես եվրոպացի, ամերիկյան գործընկերների եւ ինստիտուտների մոտ, բայց դրան արձագանքելը վարչապետի մակարդակով այդ ամբիոնը օգտագործելով այդքան էլ նպատակահարմար չեմ գտնում, իսկ ինչ մնում է թե եկեղեցին ինչպես է դիրքավորված կամ այլ ընդդիմադիր կուսակցություն ինչպես են դիրքավորված, դա նրանց գործն է եւ կարծում եմ հենց ժողովրդավարությունը նրա մասին է, որ այո պետք է լինեն նաև պատերազմի կուսակցություններ, աշխարհում բոլոր ժողովրդավարական երկրներում կան ընդդիմադիր քաղաքական ուժեր, որոնց ասածները եթե իրենք իշխանության գան իրականություն դառնա, ապա պատերազմ կլինի, բայց միայն այդ քաղաքական ոչ ճիշտ քաղաքական հայտարարություններով նրանց գործողությունները գործունեություն սահմանափակելը դա ժողովրդավարության մասին չէ խոսում։ Իսկ ինչ մնում է եկեղեցուն, իհարկե այնտեղ կան խնդիրներ, մենք բազմիցս դրա մասին խոսել ենք, որ եկեղեցու բարձրաստիճան մի շարք հոգևորականներ, ներկայացուցիչներ շատ ուղիղ կապեր ունեն եւ կասկածներ կան, որ թե ոչ միայն ներքին, այլ արտաքին քաղաքական ուժերի հետ եւ պետությունը նրա համար է ոչ թե որ դրա մասին հայտարարի, այլ այդ այնպիսի գործընթացներ սկսի նախաձեռնի, որ հասարակության մոտ ընկալումներ չստեղծեն, որ սա պարզապես քաղաքական պայքար է, որովհետեւ մարդիկ հիմա արդեն սկսում են այդպես ընկալել եւ եկեղեցու վարկանիշի աճը, որոշ բարձրաստիճան հոգևորականների խոսքի ազդեցությունը նաեւ այստեղ է կայանում, որ մարդիկ չեն հավատում, որ կառավարությունը իրոք ցանկանում է արտաքին ազդեցությունները կրճատել, հատկապես եկեղեցու տեսանկյունից, որովհետեւ չեն տեսնում օրինակ կոնկրետ մեկ քրեական գործ, որ ոչ թե օրինակ KGB-ի, այլ Ռուսաստանի ներկայիս անվտանգային մարմինների հետ որևէ կապակցվածություն կա։ Եթե այդպիսի ապացույցներ լինեն, կարծում եմ մեր հասարակությունը այնքան ռացիոնալ ու խելացի է, որ միայն կողջունի կառավարության այդ քայլերը։ Տեսեք, պարոն Մովսեսյանը նաև նոր սահմանադրության մասին խոսեց, այսինքն սահմանադրության մեջ ուրեմն անկախության հռչակագրի հղմանը, այո, նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետք է չլինի եւ ասեմ ինչու, որովհետեւ անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա, չեն կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել, հայտարարեց վարչապետ Փաշինյանը։ Նախ ինչպես է գնահատում, մենք գիտենք, որ տևական ժամանակ սա Ադրբեջանի կողմից որպես նախապայման է ներկայացվում եւ փաստորեն բացառելով հռչակագրին հղումը, սա նաեւ ուրեմն շահեկան կամ նաև Ադրբեջանի
այսպես պահանջի կատարում է ստացվում, որովհետև Ադրբեջանը հստակ իր նախապայմանը թելադրել է, ասել է, հիմա մենք ասում ենք սա մեր ներքին գործն է, բայց փաստորեն դրա հետ կապված ունենք լուծում։ Նախ մինչև բովանդակային թեմային անդրադառնալը կարևոր է, որ մինչև ընտրությունները, մինչև նաև սահմանադրության նախնական տարբերակի հրապարակումը վարչապետը դրա մասին հայտարարում է, այսինքն Ադրբեջանի նախագահ կարող է ճնշումներ գեներացնել Հայաստանի իշխանությունների վրա, ունենալ այդպիսի մշակված սահմանադրություն, բայց Հայաստանի քաղաքացիներն են որոշելու, թե այդ սահմանադրությունը կընդունվի, թե ոչ։ Կարծում եմ վարչապետի այս հայտարարությունը նաև պետք է դիտարկել հենց հնարավոր այն սցենարի հետ, որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել մինչև ընտրություններ, սակայն դրա վերիֆիկացումը, այսինքն ներքին ատյաններով դրա ընդունումը տեղի ունենա ավելի ուշ, այսինքն սրանով նաև առաջիկայում կարծում եմ մենք կտեսնենք սահմանադրության արդեն այդ նախնական մշակված տարբերակի հրապարակումը, որը կարծես Ադրբեջանի տեսանկյունից սահմանափակում է Ադրբեջանի գործողությունը այն առումով, որ նա չի կարող հետաձգել այդ սահմանադրության խաղաղության պայմանագրի ստորագրումը, այսինքն վարչապետի այս հայտարարությունը նաև այս կոնտեքստում պետք է դիտարկել, իսկ ինչ մնում է կոնկրետ անկախության հռչակագրին հղում անելու այդ մասը հանելուն, նախ մենք պետք է ֆիքսենք, որ դա որևէ իրավական նշանակություն չունի ու նույնիսկ դրա նպատակով այն նաև սահմանադրական դատարանի որոշման մեխանիզմով անցավ, բայց այն ամենայնիվ պետք է նշել, որ իհարկե այստեղ Ադրբեջանի միջամտությունը Հայաստանի ներքին գործերի միանշանակ է, այսինքն Ադրբեջանը հստակ նախապայմաններ դրել եւ իհարկե մենք կարող ենք միշտ ասել, որ մենք ենք որոշում եւ եթե մենք մի բան որոշում ենք ու Ադրբեջանը այդ ժամանակ առիթից օգտվելով ինչ որ բան հայտարարում է, դա չի նշանակում, որ մեր ներքին գործերի միջամտում է, բայց այնուամենայնիվ ես կարծում եմ, որ սրա մասին մենք պետք է անկեղծ ու ազնիվ խոսենք եւ պետք է նշենք, որ Ադրբեջանը նաեւ այս հանգամանքն է օգտագործում Հայաստանի նկատմամբ ճնշումներ բանեցնելու համար, այսինքն այն խաղաղության դիվիդենդները, որ Հայաստանը կարող է ստանալ այս երկկողմ գործընթացից, Ադրբեջանը դրան զուգահեռ նաեւ փորձում է այլ ազդեցության գործիքներ օգտագործել, բայց եթե խոսում ենք խաղաղության այդ փոխադարձության սկզբունքի մասին, օրինակ վարչապետը մի բան ինչ որ բան ասեց, հետո փորձեց մի փոքր իրեն մեղմել, իր խոսքը մեղմել, նշելով, որ դե Ադրբեջանում էլ կան ուժեր, որոնք այդքան էլ գոհ չեն խաղաղության ներկայիս իրավիճակից։ Տարբերությունը նրանում է, որ Ադրբեջանում գործող այդ ուժերը ուղիղ փոխկապակցված են ադրբեջանական կենտրոնական իշխանության հետ, օրինակ հիմա այնտեղ կա Արևմտյան Ադրբեջան հասարակական կազմակերպությունը, ոչ թե օրինակ անկախ հասարակական կազմակերպություն է, օրինակ ինչպես Հայաստանում կան, այ անկախ կազմակերպություն, ովքեր ասում են օրինակ Արցախի խնդիրը պետք է շարունակվի ու այստեղ պետք է ուղղակի զուտ հարգել իրենց դիրքորոշումը եւ հասկանալ Հայաստանում հանրությունը ինչպես է մտածում, բայց Ադրբեջանում այդ ճոխությունը իրենց թույլ տալ չեն կարող ժողովրդավարության իմաստով եւ պարզապես պետք է զուտ նշել, որ այս ուժային սահմանափակումների, այս ուժային դիսբալանսի պայմաններում, որ Հայաստանն ու Ադրբեջանն է, Հայաստանն ու Ադրբեջանը միայն պետք է այդ հանգամանքով վերլուծել, ինչու է Հայաստանը նաև գնում այս փոփոխություններին, որովհետև կարծում եմ մենք վերջին տարիներին տեսել ենք այս իշխանությունը երբեմն ինչպիսի անհամապատասխան վարք է գործել ուժային դիսբալանսի պայմաններում, այսինքն երբեմն որոշակի հայտարարություններ ու քաղաքական ուղեգիծ է որդեգրվել, որը մեր ռեսուրսներին չի համապատասխանում։ Հիմա այդ որդեգրած սխալ քաղաքականության պատճառով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դիսբալանս ավելի է խորացել եւ երբեմն այո Ադրբեջանի պահանջները ուղղակիորեն կատարվում են կամ փորձում են առավել ոչ հրապարակային դիվանագիտական աշխատանք կատարել, օրինակ նույն գերիների հարցում, հա, այսինքն եթե մենք նայենք, մենք Հայաստանում չունենք Ադրբեջանից որևէ գերի, անազատության մեջ պահվող անձ եւ այլն, բայց մենք հակառակը ունենք Ադրբեջանում եւ դա խաղաղության process-ին լիարժեքորեն խոչընդոտում է, բայց Հայաստանը դրա մասին հրապարակային չի խոսում։ Մենք այլ իրավիճակ կունենանք, եթե Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դիսբալանս այսպեսին չլիներ։ Անդրադառնանք նաև արտաքին հետախուզության ծառայության հայտարարությանը, որ այլ երկրում քաղաքացիների Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ ճնշումներ կան, ընտրական գործընթացներին միջամտություն կա եւ այլն, եւ արդեն գիտեք, քննչական կոմիտեն էլ նախաձեռնել է արտերկրում քաղաքացիների նկատմամբ ճնշումների այս գործով վարույթ։ Վարչապետն էլ այսօր անդրադարձավ խնդրին եւ ասաց, որ ինքը ըստ մտավախություն չունի, կգան փաստորեն այդ մարդիկ եւ կընտրեն քաղաքացիական պայմանագրի
օգտին, նախ արդյոք համամիտ եք նրա այս գնահատականի հետ եւ արդյոք իսկապես լուրջ վտանգ կա, ուրեմն եթե այդպիսի ծրագիր կյանքի կոչվի, նկատի ունեմ արդեն իսկ նշվում է Ռուսաստանից շուրջ 80,000 ընտրող Հայաստան բերելու այ գործարարներ կան, փաստացի, որոնք նշում են, այսպես ասած, իրենց վրա դրված է մինչև 100 հոգի գտնելու, Հայաստան բերելու, այսպես ասած, առաջադրանք։ Իրականում այդ խոսակցությունների մասին ես գործընկերներս շատ շուտվանից տեղյակ ենք, Հայաստանում նույնպես կան խմբեր, որոնք հավաքագրվում են ընտրությունների վրա ազդեցություն ունենալու իմաստով եւ հիմնականում այդ խմբերը հարում են քաղաքական ուժերին, որոնք ունեն պրոռուսական կողմնորոշում եւ գուցե նաեւ հենց ռուսական իշխանության տարբեր օղակներից են հովանավորվում, այստեղ ենթադրությունները մենք կարող ենք հիմնականում կատարել նրանց հրապարակային կարծիքների գործունեության վրա հիմնվելով։ Այստեղ իհարկե կարևոր այն է, որ ելի մենք ինչպես եկեղեցու հարցում ենք նշում, մենք որպես մարդիկ, ովքեր չունենք իշխանական լիազորություններ, լուրջ ապարատ եւ այլն, անդադ կարող ենք խոսակցությունների մասին խոսել, կասկածների, ռիսկերի, սակայն քաղաքական մեծամասնության խնդիրն է այդ կասկածները փարատել կոնկրետ քրեաիրավական ընթացակարգերով։ Ես տեսա նաեւ, որ դիտորդական առաքելություններից մեկի ներկայացուցիչը նույնպես հայտարարել էր, Դանիել Յովհաննիսյանը հայտարարել էր, որ իրենք նույնպես ունեն տվյալներ, որ ինչպես նաեւ 100,000 ռուբլի փաստորեն ընտրակաշառքել խոստանում են։ Հիմա որպեսզի սա չմնա քաղաքական խոսույթի մակարդակում, մենք պետք է տեսնենք պետության կոնկրետ մարմինների աշխատանքը, կոնկրետ հրապարակային արդյունքներով եւ այլն, որ մարդիկ իրոք տեսնեն, որ այս մարդիկ կոնկրետ մեխանիզմներով փորձել են Հայաստանում ներքին գործընթացների վրա ազդել։ Օրինակ, քանի որ դա պատասխանատու հայտարարություն է եւ դա արվել է նաեւ անկախ դիտորդական առաքելության կողմից։ Օրինակ, ես էլ եմ տարբեր անգամներ այդ նմանատիպ խոսակցություններ լսել, բայց այդքան էլ նպատակահարմար չեմ համարել դրա մասին բարձրացնել, քանի դեռ չեմ ունեցել ապացույցներ, եւ քանի որ նաեւ այդ կողմից է հայտարարվել, որ առաջիկայում երկաթբետոնե ապացույցներ կհայտնաբերվեն եւ դրա մասին խոսվի, իրականում դա շատ լավ կլինի, որովհետեւ մենք անդադ խոսում ենք հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվական հոսքերի եւ այլնի մասին, բայց երբեմն մեր թե հասարակական ոլորտում, թե պետական ոլորտում հետաքննական ջանքերը այդքան էլ համապատասխան չեն դրան, որովհետեւ եթե մենք չենք ուզում, որ մարդիկ մտածեն, սա զուտ խոսույթ է, որ մենք փորձում ենք թիրախավորել կոնկրետ ուժերի եւ այլն, հարկավոր է այստեղ հստակ հետաքննական աշխատանք եւ դրա արդյունքների հրապարակում։ Իսկ ինչ մնում է վարչապետի հայտարարությանը, որ գուցե նրանք գան եւ քաղաքացիական պայմանագրին ընտրեն, կարծում եմ այստեղ պարզապես ինչ որ քարոզչական շղարշ է փորձել վարչապետը այսպես ապահովել 65 պլյուսն է, այդ նոր նշաձողն է այդ քարոզչական հնարքի նաեւ դա իհարկե ավելի շատ հակընդդեմ մոտեցում է անդիմադիր հիմնական ուժի մեր ձևովի նկատմամբ, այսինքն սա շատ հետաքրքիր տարածված տակտիկա, երբ որ դու ուզում ես բարձր նշաձող սահմանել, որ քո առավելագույն նպատակն է ստանալու հնարավորինս ավելի նվազագույն կարևոր սցենար, իսկ նվազագույն սցենարը այն է, որ քաղաքացիական պայմանագիրը ցանկանում է առնվազն մեծամասնություն ունենալ ազգային ժողովում, իհարկե եթե 65 պլյուս ունենա, արդեն նաև սահմանադրական օրենքների, սահմանադրության վերաբերյալ ավելի լուրջ վերահսկողություն կունենա, բայց վերադառնալով այն իր հայտարարության, որ գուցե գան իրեն քվեարկեն, իրականում այստեղ ինչ որ ճշմարտության հատիկ կա, որովհետև ես էլ իմ անձնական փորձառությունից ուտ կարող եմ ասել, Ռուսաստանում իհարկե կան մեծ թվով հայեր, ովքեր այնինչ տենում են Ռուսաստանում եւ այնինչ տեսնում են Հայաստանում վերջին տարիներին, իրենց դրդում է հավատալ, որ կարծես թե Հայաստանը ավելի լավ ապագա ունի եւ գուցե իրենք ավելի լավ ապագա ունենան Հայաստանում, քան շարունակելով ապրել Ռուսաստանում, որովհետև այնինչ որ նրանք այսօր տեսնում են Ռուսաստանում, այնինչին նրանք առերեսվում են, թույլ չտալիս նրանց մտածել այն ամենի մասին, ինչ որ նրանք մտածում են 10 տարի առաջ, երբ որ գնում էին Ռուսաստան կամ ավելի շուտ, եւ բայց ավելի շուտ քարոզչական հնարքի, որովհետեւ այն մասին, որ տարբեր ուժեր հավաքագրում են Ռուսաստան բնակվող հայերի, հիմնականում դրանք այն մարդկանց շրջանակներն, ովքեր լուրջ ազդեցության գործիքներ ունեն այդ մարդկանց վրա, եւ գուցե այդ մարդկանց, երբ որ բերեն այստեղ, նրանք ավելի շատ ոչ թե մտածեն ինչ որ Հայաստանի ապագայի կամ քաղաքական ուժերի դիրքավորման վրա, այլ դե ասեն, դե այն լավ մարդը մեզ ասել է, որ քվեարկենք սրան, ուրեմն կքվեարկենք։ Այսինքն այստեղ նաեւ պետք է շեշտել, որ քանի որ սրա մասին խոսում ենք, անկեղծ նշենք, Սամվել Կարապետյանը շատ լուրջ դրական հեղինակություն ունի նաև Ռուսաստանի հայերի շրջանում, որովհետև իրականում այնտեղ գտնվող հայերը տարբեր աջակցություններ են ստացել, երբեմն նրանց խնդիրները
շատ արագ լուծվել է նրա միջնորդությամբ եւ այլն, այսինքն այս ամեն ինչը հաշվի առնելով այսինքն շատերը կգան հենց այստեղ ոչ թե գալու են քաղաքական ընտրություն կատարեն, այլ ուղղակի այդ մարդիկ ունենալով իրենց փորձառությունը եւ այլն, այսինքն վարչապետի հայտարարությունը այստեղ մի փոքր ավելի շատ քարոզչական հնարք էր, որ մեկ այդ մարդիկ էլ գան, մեկը մենք ասում եմ մենք հարցում ենք արել Գյումրիում նշեց, որ 85%-ը այնտեղ բնակվող հայերի ընտրելու են մեզ, ես մի քիչ թերահավատ եմ, որ նախ այդպիսի հարցում է կատարվել, երկրորդ այդպիսի արդյունքներ կան, որովհետև հենց երբ որ խոսում ենք հիբրիդային գործիքների մասին, դա այն է, երբ որ դու մարդկանց ոչ քաղաքական մեխանիզմներ, ազդեցությունը օգտագործելով իրենց վրա, դրդում ես նրանց քաղաքական ընտրության։ Այ հիբրիդային սպառնալիքների վտանգավորությունը հենց դրանում է, որ մարդիկ գիտակցված քաղաքական ընտրություն չեն կատարում։ Մեծ հաշվով, եթե ամփոփենք, պարոն Մովսեսյան, ձեր գնահատմամբ հունիսի 7-ից հետո պատկերը կլինի այնպիսին, ինչպիսին ամերիկյան հեղինակավոր միջազգային այդ հետազոտական կենտրոնը իրականացրեց, պատկերը մոտ կլինի վարչապետի հրապարակած թվերին, թե բոլորովին այլ պատկեր կարող է ունենանք, իդեպ վարչապետը բացառում էր նաև Գյումրիի հնարավոր սցենարի կրկնությունը։ Կարծում եմ այնուամենայնիվ ցանկացած սցենարով քաղաքացիական պայմանագիրը ստանալու է ամենաշատ ձայները, հաշվի առնելով նախ իհարկե այն գործընթացները, որ վերջին 1 տարվա ընթացքում տեղի ունեցել Հայաստանի շուրջը, հաշվի առնելով այն ռեսուրսները, որ տիրապետում է քաղաքական մեծամասնությունը, եւ իհարկե այն քաղաքական բովանդակությունն ու դիրքավորումը եւ առավելությունը, որ նրանք ունեն այլ ընդդիմադիր հիմնական ուժերի նկատմամբ, բայց թե ինչպիսի տոկոսային հարաբերակցությամբ դա կլինի, դժվար է նշել, այնուամենայնիվ եթե այսօր հիմնվենք Միջազգային հանրապետական ինստիտուտի իրականացրած հետազոտության արդյունքների վրա, մենք կարող ենք ասել, որ դրանք կրկնապատկվող թվեր են, այսինքն եթե մենք համեմատենք այլ տարիներին իրականացված ուսումնասիրության արդյունքների մասին, այդ տոկոսները ոչ թե ընտրության օրը միանգամից դրսևորվում են նույն կերպ, այլ որոշակի փոփոխություններ են տեղի ունենում, հիմնականում օրինակ կրկնապատկվում են, այսինքն այն ուժերը օրինակ 3% ունեն, հավաքնում են 5%, 6%, օրինակ 21 թվականին հենց այդպիսի իրավիճակ է ձևավորվել, եթե չեմ սխալվում, քաղաքացիական պայմանագիր ուներ 24 թե 26% եւ նրանք ստացան արդեն մեծամասնություն, այսինքն քաղաքացիական պայմանագրի այսօրվա 29%, եթե չեմ սխալվում, հարցման արդյունքներով հունիսի 7-ին, եթե այս ինչ որ ֆորս մաժորներ չլինեն եւ այլն, դա մոտ է լինելու 45-ից 50-ի այդ մոտակայքում, այսինքն շատ մոտ է լինելու մեծամասնություն ձևավորելու։ Այլ խնդիր է, որ թե այս առաջիկա 3 ամիսներին հիմնական ընդդիմադիր ուժերը, ովքեր ավելի տենց ծայրահեղական, տենց մարգինալ դիրքավորված են, որ իրենց խնդիրը հենց Նիկոլ Փաշինյանի հեռացումն է, այլ խնդիրը թե նրանք ինչ աշխատանք են տանելու, այսինքն ինչպես են մարզերում աշխատելու այդ արտաքին ազդեցությունները արդյոք արդյունավետ կլինեն թե ոչ, հիմնականում մենք այս արդյունքները ավելի շատ կտեսնենք մայիսին ամփոփվող նույն հարցման արդյունքներով, եթե չեմ սխալվում, պիտի այդպիսի նաև ուսումնասիրություն լինի, եւ այդ ժամանակ մենք կարող ենք ավելի վստահ պնդումներ անել, որովհետեւ դեռևս մենք 3 ամիս ունենք ընտրությունից առաջ։ Աղավարում զրուցում է Restart հիմնադրամի ծրագրերի համակարգող Յուրի Մովսեսյանի հետ։ Նիկոլ Փաշինյանը այսօր խոսել է նաև մի շարք այլ հարցերի, մասնավորապես վերջերս աղմուկ հանած այն տվյալների մասին, ըստ որի այլ երկրում Հայաստանի քաղաքացիների նկատմամբ գործադրվում են ճնշումներ ու սպասում է միջամտություն հայաստանյան ընտրական գործընթացներին։ Լրագրողի հարցին, որ անկախ դիտոր դաշինքը հայտարարել է, որ քաղաքական ուժերից մեկը մեծ թվով ավտոբուսներ է ամրագրում արտերկրից Հայաստան ընտրողներ տեղափոխելու համար եւ ինչպես է կանխվելու սա, Փաշինյանը պատասխանել է։ Կառավարության տեղեկությունները կարծում եմ որ հաշվարկված են արտաքին հետախուզական ծառայության հրապարակած հայտարարության մեջ, ինչ վերաբերում է իրադրության արձագանքին, կարծում եմ նախ իրավական գնահատական պետք է տրվի, բայց քաղաքական առումով ես արդեն ասել եմ, որ իմ համոզմունքն է եւ դες դրանում չեմ կասկածում, որ եթե այդպիսի իրավիճակ լինի տեսականորեն Ռուսաստանաբնակ մեր հայրենակիցների մեր քաղաքացիների մեծ մասը կքվեարկի մեր օգտին, ես այդտեղ որևէ կասկած չունեմ։ Փաշինյանին հարցրել են նաև թե ինչու է նա Հայաստանի հետ կապված ներքին հարցերը բարձրացնում Եվրախորհրդարանում, ինչին նա պատասխանել է։ Որևէ մեկից չեմ բողոքել, ես մեր դիրքորոշումներն եմ արտահայտել, այդ թվում իմանալով, որ
Եվրոպական խորհրդարանի падգամավորները մեր падգամավորների շփումների ընթացքում ասում են, որ տարբեր կազմակերպություններ, անհատներ գալիս են իրենց մոտ, դիմում են իրենց, տարբեր ինֆորմացիաներ են ներկայացնում, դրանից առաջ հայտարարություններ էր եղել եւ այլն, լավ միջազգային հարթակ էր, որպեսզի ես բոլոր հնարավոր միջազգային կառույցների բոլոր հնարավոր հարցերին անդրադառնամ եւ հատ-հատ չանդրադառնամ, ինչ վերաբերում է արտաքին հետախուզական ծառայության հայտարարությանը, դա ինֆորմացիայի ծավալի եւ նպատակահարմարության հարց է, կարծում եմ հետագայում ավելի մանրամասն պարզաբանումները անհրաժեշտության կլինեն։ Ենթադրում եմ, գիտեք, ես այդքան մանրամասներով չեմ կարող ասել, ենթադրում եմ կլինեն։ Հիշեցնենք, որ անկախ դիտոր դաշինքի անդամ Դանիել Իոնիսյանը պնդել էր, որ Ռուսաստանը Հայաստանում ծրագրում է իշխանափոխություն իրականացնել եւ այդ նպատակով անվտանգության դաշնային ծառայության միջոցով ճնշում գործադրելով հայ գործարարների վրա փորձում է Ռուսաստանից շուրջ 80,000 ընտրող բերել Հայաստան, հոգալով նրանց տեղափոխման ծախսեր, ինչպես նաեւ 100,000 ռուբլի ընտրակաշառք է խոստանում։ Հասարակական կազմակերպությունը այսօր արդեն իսկ այդ հիմքով հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել գլխավոր դատախազություն ընդդեմ Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության։ Եվ այս պահին զրուցելու եմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Բարև ձեզ։ Ողջույններս, Տիկին Սիրանուշ։ Պարոն Սաքունց, եւ այսպես անդրադառնանք այսօրերի թերևս ամենակննարկվող թեմային, արտաքին հետախուզության ծառայության հայտարարությունը, որին հետևում է քննչական կոմիտեում քրեական վարույթի նախաձեռնումը, ինչ ազդեցություն կարող է ունենալ եւ այսօր արդեն իսկ ուրեմն գլխավոր դատախազություն Դանիել Իոնիսյանից դիմումը ինչպիսի ընթացք կարող է ունենալ։ Վարչապետը օրինակ անդրադառնալով թեմային նշում էր, որ այդ մարդիկ, որոնք կգան Ռուսաստանի Դաշնությունից, կքվեարկեն, ինքը վստահ է, կասկած չունի քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, այնուամենայնիվ այսօր ըստ էության վտանգ կա, մենք տեսնում ենք Դանիել Իոնիսյանը նշում է շուրջ 100,000 ռուբլի ընտրակաշառք են խոստանում քաղաքացիներին, որ կգան այստեղ, ուրեմն եւ նաեւ իրենց տրանսպորտային ծախսն են հոգալու եւ բացի այդ հայտարարություն կար, որ յուրաքանչյուր գործարարի վրա, այնտեղ Ռուսաստանի Դաշնությունում գտնվող հայ գործարարի վրա պարտականություն է դրված շուրջ 100 ընտրող ապահովելու եւ Հայաստան տեղափոխելու։ Համեցեք։ Ես կարծում եմ, որ արտաքին հետախուզական ծառայության կողմից տարածված հայտարարությունը ունի բավարար հիմքեր եւ հիմնավորումներ եւ նաեւ այդ հիմքերի արկայությամբ նաեւ մտահոգություններ, որոնց վերաբերյալ պատշաճ է համարել հանդես գալ հատուկ հայտարարությամբ։ Ինչ վերաբերվում է արդեն կոնկրետ թվերին 100,000 թե 50,000 թե չգիտեմ ինչ քանակի գումար է, իհարկե դրանք կոնկրետ ինչ-որ փաստեր են, որոնց ենթադրում են, որ պետք է դրանց հիմնավորման, բացահայտման, հիմնավորման, արձանագրման ուղղությամբ իրավապահ մարմինները պատշաճ գործողություններ եւ անհրաժեշտ գործողություններ կատարել։ Մեծ առումով ինչի մասին է խոսքը։ Այո, Հայաստանի Հանրապետության քաղաքացիները անկախ նրանց այս պահին բնակության վայրից իրավունք ունեն ընտրելու, մասնակցելու ազգային ժողովի ընտրություններին, քվեարկելու եւ այս կամ այն քաղաքական կուսակցության օգտին քվեարկեն։ Սակայն կա մեկ հարց, որը ընտրությունների որպես ժողովրդավարական ինստիտուտի տեսակետից առավել քան կարևոր է ապահովել եւ երաշխավորել, որպեսզի ընտրողները իրենց կամքը արտահայտեն ազատ, անկաշկատ եւ որևէ ճնշման
չընթարկվելու կամ ճնշումներին դուրս չտալու արդյունքում։ Սա մեկ, երկրորդը, որ ընտրողները ոչ թե նրանց կազմակերպված կերպով բերեն ընտրական տեղամասկ, դրա հետ կապված մենք բազմիցս ենք նախորդ ընտրությունների ժամանակ անդրադառնում, մշտապես ենք հետևում, կա արդյոք կազմակերպված հոսք բերման ենթարկելու այսպես կոչված հոսք ընտրողների, թե ոչ, եւ եթե կան այդպիսի հոսք, որը հիմք է մտածելու կամ կասկածելու կամ ենթադրելու, որ տեղի ունի ընտրողների ազատ կամքի նկատմամբ ճնշման գործողություն, դրա ուղղությամբ իհարկե որոշակի նաև օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու եւ հնարավոր այդ ճնշման աղբյուրները բացահայտելու եւ կանխելու, եթե ոչ պատասխանատվության ենթարկելու, եթե դրանք ունենան շարունակական բնույթ։ Սա այն հիմնական սկզբունքներն են, որոնք ցանկացած ընտրության ժամանակ, ժողովրդավարական ընտրության տեսակետից, ազատ եւ արդար ընտրության չափանիշների տեսակետից պետք է երաշխավորվի։ Հիմա եթե այդ մտահոգությունը, որի մասին հայտարարել է արտաքին հետախուզական ծառայությունը, որը վերաբերվում է արդեն ոչ թե Հայաստանի Հանրապետության տարածքում, այլ Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս գտնվող պետություններում եւ բոլորը հասկանում են, որ դա միանշանակ խոսքը վերաբերվում է Ռուսաստանի Դաշնությանը, եւ դա կարող եմ հիմնավորել թե ինչու, այնտեղից քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նրանց կամքին հակառակ եւ նաեւ գումարային շահագրգռմամբ կազմակերպված տեղափոխելու Հայաստանի Հանրապետության տարածք եւ քվեարկությանը ուղղորդելու, ապա իհարկե այդտեղ կա շատ լուրջ աշխատանք, որովհետեւ այնուամենայնիվ եկեք արձանագրենք, որ խոսքը վերաբերվում է պետության սահմաններից դուրս, պետական սահմաններից դուրս այդ պետության տարածքում այնպիսի գործողությունների մասին Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ, ընտրողների նկատմամբ, որոնք մեր օրենսդրությամբ թույլատրված չեն եւ կարող են խաթարել ընտրությունների ազատ եւ արդար սկզբունքները։ Այս առումով իհարկե բավական դժվար է։ Իսկ նախ անդրադառնամ թե ինչու Ռուսաստանի Դաշնության, որտեղ շատ պարզ է, որ Ռուսաստանի Դաշնության ռեժիմը, պետական կառավարման ռեժիմը ինքը ոչ իրավական է իր էությամբ, ոչ ժողովրդավարական է, մեկ մյուսը Ռուսաստանի Դաշնությունում ամբողջ գործունեությունը տնտեսական կլինի, քաղաքական կլինի, հասարակական կլինի, ամբողջը կոշտ վերահսկողության ներքո է գտնվում իշխանության մարմինների կողմից, այդ թվում անվտանգային մարմինների կողմից։ Այնպես որ ասել, որ ընդհանենք Ռուսաստանի Դաշնության տարածքում կամ Բելարուսի Հանրապետության տարածքում կամ Ղազախստանի Հանրապետության տարածքում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ չեն կարող լինել ճնշումներ, տեղի որոշակի խմբերի կողմից, որոնք շատ սերտ համագործակցության մեջ են գտնվում այդ ավտորիտար եւ բռնապետական ռեժիմների հետ, առանց որի նրանք չեն կարող այդ գործունեություն իրականացնել, որտեղ այդպիսին է տոտալիտար կառավարման համակարգերի էությունը, բնույթը, այդ թվում նաև ազգային անվտանգության իրենց մարմինների Ռուսաստանի պարագայում դա անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցների կողմից, որոնք տոտալ հսկողություն ունեն բոլոր բիզնեսների վրա անկախ ազգությունից, անկախ նրանց ծավալից։ Դա այնքան բազմիցս եւ տարբեր օրինակներով արձանագրված է, որ նույնիսկ կասկածի ենթակա չէ, կարող եմ օրինակներ բերել նույն Խադարկովսկ օրինակը, որ բավական շուտ լուրջ բիզնեսմեններից մեկն էր եւ ստիպված էր իհարկե եւ ենթարկվեց ազատազրկման եւ թողել է Ռուսաստանի Դաշնության տարածքը, կամ նույն մեր հայտնի
հայրենակից Լևոն Հայրապետյանը, որը թույլ տվեց իրեն որ որևէ քաղաքական հայտարարություն, ընդ որում ոչ թե Ռուսաստանի Դաշնության, այլ Ռուսաստանի Դաշնության ռեժիմի համախոհի կամ գործընկերության դեպ Հայաստանի Հանրապետության այդ ժամանակվա իշխանությունների վերաբերյալ եւ ենթարկվեց ապօրինի հետապնդման եւ ըստ էության սպանվեց ազատազրկման վայրերում։ Այսինքն այստեղ ռիսկերը բավական մեծ են, բայց մի հատ տեսևի հարց, որը կուզենամ արձանագրենք, որ եւ դա լուրջ մտահոգության հարց է, մինչև 2018 թվականը Հայաստանի համապետական ընտրություններում զանգվածային, կրկնում զանգվածային կազմակերպված ընտրակաշառքների փաստերով որևէ մեկը Հայաստանի Հանրապետությունում հեղափոխությունից հետո պատասխանատվության չի ենթարկվեց։ Առանձին դեպքերը, որոնք 2018 թվականից հետո ընտրությունների հետ կապված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների հետ կապված դրսևորումները կանխվել են, արձանագրվել են, քրեական հետապնդման են ենթարկվել ընտրական խախտումներ, ընտրակաշառքի դեպքերով, դրանց մասին չէ խոսքը։ Խոսքը վերաբերում է լայնածավալ, կազմակերպված, անգամ անթաքույց, ընտրակաշառքների մասին դուք իթել, պարկերով ալյուր, կամ մեկ պարկ ալյուր, կամ բարարտանյութ, գյուղատեսական տեխնիկա եւ այլն, հայտնի տեսա ուրեմն այդ ձայնագրությունները, որը իրազեկ քաղաքացիների միավորում Դանիել Յովհաննիսյանը արձանագրել են, կհիշեք, մանկապարտեզներ, դպրոցներ, տնօրենների պարտադրմամբ, նրանց նկատմամբ պարտադրել էին մարդկանց ներկայացնել, այս ամենի համար մենք չունենք օրինական ուժի մեջ մտած որևէ դատավճիռ, այսինքն սա ինչ եմ ուզում ասել, անգամ Հայաստանի Հանրապետության տարածքում այդպիսի օրը ցերեկով, ընտրական հանցագործությունների հիմքով դատապարտում չեղավ, բացահայտում չեղավ, իրավական պատասխանատվություն չեղավ, եւ այս առումով մտահոգությունս մեծ է, որ իրավապահ մարմինները կարողանան արդյոք, եւ դա իհարկե պարտավոր են, իրենց գործառույթները պրոֆեսիոնալ իրականացնել իրավունքի նորմերի պահպանմամբ, օրենսդրության նորմերի պահպանմամբ, կասկածի չի ենթարկվող իրավական տեսակետից հիմնավորումներով, որպեսզի ապահովեն, ուղղակի նշեմ, որպեսզի ապահովեն ազատ եւ արդար ընտրությունների ընթացքը։ Թե չէ հիմա ասել, որ դե գիտեք ոնց է, այո, կարող են բերման ենթարկել, բայց այնուամենայնիվ այդ բերման ենթարկվածների զգալի մասը բերման ենթարկողներին չի քվեարկելու։ Դա իհարկե քաղաքական կամ կուսակցական շահագրգռվածությունից ելնելով կարող է մոտեցումներ, բայց մեզ համար որպես դիտորդական կազմակերպության շատ ավելի կարևոր է, որ ընդհանրապես բերման ենթարկման այդ գործընթացը չլինի, կանխվի, իսկ բերման ենթարկելու հետ կապված գործընթացներում պատասխանատուները ենթարկվեն պատասխանատվության, սա մասին է խոսքը, որովհետև նույնիսկ անգամ եթե ինչ-որ մեկի կողմից բերման ենթարկվեն, որը նույնիսկ եմ կրկնում ընտրողների ազատ կամքի արտահայտության կոպիտ ոտնահարումը եւ պատժելի արգելք քրեորեն, ապա ըստ քվեարկության արդյունքների կամ քաղաքական նպատակահարմարության ասել դե լավ, բերել են, բայց բոլոր դեպքում քանի որ մեր օգտին է եղել, ապա դա ոչինչ։ Այս մոտեցումը մենք համարում ենք անթույլատրելի։ Իսկ որ ակնկալել, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որոնք ասենք բնակվում են Վրաստանում կամ Մոլդովայում կամ Եվրոպական միության որևէ երկրում նրանց նկատմամբ կլինեն ճնշումներ, ես դա իսպառ բացառում եմ, իսկ Ռուսաստանի Դաշնության պարագայում, որի նախագահականը 165 միլիոն դոլար է հատկացնում հատուկ Հայաստանում առաջիկա ընտրություններում, ինչ է, այսինքն ըստ էության նրանց իրենց քաղաքական շահերը առաջ մղելու տեղական դերակատարների
մի ամբողջ բույլի միջոցով, դա ակնհայտ է իրենք են, դա թաքուն չէ, գաղտնի չէ, հրապարակավ ասել են, այո, դա մարտահրավեր է եւ այդ առումով իշխանությունները ունեն անելիք եւ ոչ թե հույսը դնեն, թե մեկը բերման է ենթարկել, միևնույն է քվեարկելու են ոչ բերման ենթարկողների օգտին։ Պարոն Սաքունց, ընդհանրապես այդպիսի քվեարկությունները ընտրությունների արդյունքի վրա ինչպիսի ազդեցություն կարող են ունենալ։ Շատ դժվար է դա գնահատականը տալ, Տիկինսյան, շատ դժվար է, որովհետև ընտրողին իր կամքին, ոչ իր կամքով, բերման ենթարկած, ասենք ենթարենք քանակ, ենթարենք ասենք 1000 հոգու պայմանական եմ ասում, ստիպելով, վախեցնելով բերման է ենթարկել կամ ստիպել են, որ նրանք գնան քվեարկեն։ Հիմա դրանցից քանիսն է քվեարկել ինչպես է քվեարկել, որտեղ այնուամենայնիվ քվեարկությունը գաղտնի է։ Սա այս թիվը պետք է իմանալ, որպեսզի ասել, գիտեք, ասենք 1000-ից ընդհանրենք 500-ը կամ 300-ը կամ 100-ը կատարել են այդ պահանջը եւ որը իրենց ընտրությունը չի եղել, իրենց ցանկությունը չի եղել այդպիսի քվեարկությունը, որպեսզի կարողանան գնահատել։ Սա այս ուղղակի ուզում եմ պարզեցնել, որպեսզի հասկանալ լինի։ Դրա համար մենք ոչ թե գնում ենք այդ ճանապարհը, այլ ընդհանրապես պետք է ջանքերը գործադրել, որպեսզի ստիպողաբար կաշառելով, վախեցնելով ընտրության process չլինի, այսինքն ընտրողին ազատ պահել, զերծ պահել, պաշտպանել նման ոտնձգություններից, սա է հիմնական խնդիրը։ Իսկ հիմա այստեղ է, որ թե դա ասենք թե ընտրողը ինչ կքվեարկի կամ ինչպես կքվեարկի, դա թողնել իր ազատ կամքի արտահայտություն։ Դրա համար ես նույնիսկ եմ կրկնում, դժվար է այդպես ուղղակի թվաբանական կերպով ասել, բայց ես ուղղակի 2017 թվականի պարլամենտական ընտրություններն եմ հիշում, որ ուղղակի դա տոտալ վախի մթնոլորտ էր, տոտալ բերման ենթարկում էր, համատարած ուրեմն տարբեր մեթոդներ, քրեական հեղինակությունների ներգրավմամբ, խմբերի թաղային հեղինակությունների ներգրավմամբ, վարչական ռեսուրսների ուղղակի կազմակերպված, լայնածավալ, ուրեմն ճնշման կիրառմամբ, այո, դրանք այդ առումով այդ ընտրությունները լեգիտիմ չեն։ Դրա համար ինչքանով որ այդ դրսևորումները կլինեն, այդքանով այդ ընտրությունների լեգիտիմությունը կնվազի, սրա մասին է խոսքը։ Քվեարկության արդյունքները ենթադրենք մեխանիկական, թվաբանական ասենք թե դժվար է գնահատել, բայց մթնոլորտը կախտոտվի, կաղավաղվի, սա է ամենամեծ խնդիրը, որտեղ մարդիկ կարող են ասել, լսեք, ես ասում եք թե ազատ եւ արդար ընտրություններ, ինձ ստիպել են, ես վախից գնացել, իհարկե չի բացաձայն չի ասի, բայց ինքը գոնե գիտի թե ինչով է անցել։ Մյուսը կարող ասի, ես չէ, բաներով չեմ անցել։ Հիմա այդ խոսակցությունները արդեն իսկ, որ ընտրողը ստիպված է եղել տուրք տալ սպառնալիքին, կաշառքին կամ վախեցնելու եւ այլն, այսինքն ինքը ազատ չի եղել իր կամքի արտահայտման, այդքանով հանդերձ, ինչքան որ այդ երևույթների ծավալը կլինի, այդքանով ինքնին ազատ եւ արդար, այսինքն ընտրության ազատության սկզբունքներն են խաթարվում։ Եվ այդ առումով իհարկե նաեւ գնահատումը լինում է, այո, եղել են ոչ ազատ, բայց ընտրության արդյունքները չեն կեղծվել, քվեարկության արդյունքները չեն կեղծվել, հա, կա այսպիսի տարբերակում։ Բայց խնդիրն այն է, որ պետք է անվերապահ եւ սկզբունքային պայքար մղել, որպեսզի ընտրությունների մթնոլորտը արդարության այդ մթնոլորտը չաղավաղի։ Սրա մասին է խոսքը։ Պարոն Սաքունց, իդեպ այսօր վարչապետը անդրադարձավ նաև սահմանադրության փոփոխությանը, նա նշեց, որ այո, սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետք չի լինի եւ հիմնավորեց, որովհետեւ անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։
ինչպես եք գնահատում, ըստ էության մենք կունենանք ուրեմն սահմանադրության տեքստ առաջիկա օրերին, բայց այնտեղ հղում չի լինի սահմանադրությանը անկախության հռչակագրին։ Տիկին Սիրանուշ, որպեսզի ես կամ դուք ունենանք անձնագիր, չափահաս տարիքի լրանալուց հետո պետք է ունենանք ծննդական։ Առանց ծննդականի, այսինքն ծնունդը հաստատող իրավական փաստաթղթի ձեզ որևիցե մեկը անձնագիր չի տրամադրել։ Եթե ծննդականը կորցրած եք լինում, ապա պետք է վերականգնեք ծննդի փաստը հաստատող այդ իրավական թուղթը, որպեսզի դրա հիման վրա նաև անձնագիր ունենաք, որտեղ անձը հաստատող հաստատուղթը, ասենք 16 տարեկան լրանալուց մինչև 16 տարեկան լրանալը դա հանդիսանում է ծննդականը։ Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդականն է։ Այո, կարող են լինել ծննդատկանում ծննդականը լրացնող աշխատողի կողմից թերություններ այն իմաստով տառասխալներ, հա, այսինքն ծնողների անձնագրերում անունը մեկ է, ասենք թե ուղղագրության տեսակետից կամ տառապ ազգանուն, իսկ ծննդականի մեջ լինի տառասխալ թերություն։ Եվ դա իհարկե պետք է ուղղելու տարբերակներ կա ընթացակարգերը, բայց առանց ծննդական չի կարող լինել։ Եվ այդ առումով իհարկե ես կտրականապես կոնտեքստի տեսակետից դեմ եմ, որ անկախության հռչակագիրը հանվի։ Հաջորդը, սահմանադրական դատարանը (2024 թվականին) սեպտեմբերի 26-ին քննության է առել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի, այս հայտնի սահմանազատման հանձնաժողովի կանոնակարգում ամրագրված պարտավորությունների սահմանադրությանը համապատասխանության հարցը։ Եվ այս սահմանադրական դատարանի այս գործի վերաբերյալ որոշման մեջ, նույնիսկ հիշեցնեմ 2024 թվականի սեպտեմբերի 26-ին, ինքը անդրադարձել է անկախության հռչակագրին և տվել է բոլոր անհրաժեշտ հիմնավորումները, որ անկախության հռչակագրի և սահմանադրության, նախ առաջին որ անկախության հռչակագիրը դա ինքը սահմանադրական, նույնիսկ սահմանադրություն ավելի բարձր փաստաթուղթ է և նրանում ամրագրված դրույթները չեն հակասում սահմանադրությանը, այնքանով ինչքանով դրանք վերաբերում են պետականաստեղծման հիմնական սկզբունքներին։ Ուզում է լինի վարչապետը, ուզում է լինի, չգիտեմ, Սարգիս Արթուրը, ով ուզում է լինի, սահմանադրական դատարանի որոշումը ամենաբարձրագույն իրավաբանական ուժ ունեցող փաստաթուղթն է Հայաստանի Հանրապետության համար։ Եվ որևէ պաշտոնատար անձ չի կարող հաշվի չնստել կամ չկատարել սահմանադրական դատարանի որոշումը։ Այսինքն, բացի այն համեմատությունից, որով ես ներկայացրեցի, զուգահեռներ անցկացնելով անկախության հռչակագրի որպես պետության ծննդականի և անձնագրի հանձինս սահմանադրության այդ համեմատության մեջ, բացի այդ համեմատության հիմնավորումից, նաև ես հղում եմ անում Հայաստանի Հանրապետության նույնիսկ բարձրագույն մարմնի սահմանադրական դատարանի 2024 թվականի սեպտեմբերի 26-ի որոշմանը, որը պարտադիր է, վիճարկելի չէ, անմիջական կատարելու ենթակա է ցանկացած պաշտոնատար անձի և յուրաքանչյուր քաղաքացու համար։ Այնպես որ այդ պահանջը ինքը ամբողջությամբ հակասահմանադրական է և հակաիրավական։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հաջողություններ։
Զրուցում էի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար իրավապաշտպան Արթուր Սաքունցի հետ։ Այս ժամի համար այսքանն էինք նախատեսել, հետևեք մեր թողարկումներին, կհանդիպենք։ Սեփական հարկի տակ արթնանալը, սեփական պատերի ջերմությունը զգալը յուրաքանչյուր ընտանիքի նվիրական երազանքն է։ Այդ երազանքի ճանապարհը տարիների քրտնաջան աշխատանքի եւ անքուն գիշերների պատմությունն է։ Իդեալ համակարգը տեղաբաշխում է 1 միլիարդ դրամի գովազդային ֆոնդ նորակառույց բնակարանների բոլոր շահառուների միջև։ Յուրաքանչյուր ընտանիք կարող է ստանալ 500,000 դրամի սերտիֆիկատ, որը կդառնա ձեր առաջին քայլը բնակարանը երազանքի տուն դարձնելու ճանապարհին։ Եվ երբ վերջապես բացվում է ձեր երազանքի նոր դուռը, դուք տեսնում եք ոչ միայն բնակարան, այլև ձեր հաղթանակը։ Մենք կառուցում ենք այսօր, որպեսզի վաղը մեր զավակները քայլեն հպարտ եւ ապրեն ապահով պատերի ներքո։ Իդեալ համակարգ դեպի կատարելություն։